Քանի դեռ դուք Ռուսաստանում Եդինայա Ռոսիայի այդ թեմային էիք հրավիրված, այստեղ հրապարակ օրաթերթը մի հատ բան էր գրել իր աղբյուրին հղում անելով, ինչ-որ ինֆորմացիա էր գրել, էական չի ինչ էր գրել, այդ անցնենք, դրան այրեք անդրադարձել եմ, բայց այստեղ մի հատ բան կար, ասում է Պուտինը մենակ չի կարող ների ըստ այդ ինֆորմատորի էլի երրորդ նախագահին ու դրա համար տենց ոբշեմ մենակ վերապահումը հանրապետականների ու Սերժ Սարգսյանի հանդեպ։ Այդ վերապահումներով հանդերձ ձեզ ընդեղով է կանչում, այդ ինչ արիշվերիչների մեջ եք։ Ես գիտեի Պուտինի անունից Պեսկովն է միայն խոսում։ Չէ, հրապարակի ինֆորմատորն էլ է։ Կարող է Պեսկովն է ինֆորմատորը։ Բայց հիշում եք որ Պուտինը մի անգամ ասաց Պեսկովը մեկ-մեկ Ես բանախոսում ես եմ զարմանում։ Ես դեպքերից հրապարակին ես բաներ ասել, էսի հումորի առումով, իսկ ինչ վերաբերում է մեկ սավը տանը, մենք Ռուսաստանի հետ կուսակցական առումով ունենք ամենալուրջ կապերը եւ ասեմ, որ ես ինքս եւ մեր Գենրիխը Դանիելյան Եդինայա Ռոսիայի ոչ ֆորմալ ակումբի անդամ ենք, որը կոչվում է Կլուբ Դրուզիա Ռոսիայի։ Մենք այն կուսակցությունն ենք, որը իր արտաքին քաղաքական գործունեությունը հիմքում դրված է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը, մեր ազգային ու պետական շահը, իսկ մեր պետական ու ազգային շահը պահանջում է նախ եւ առաջ ունենալ դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ եւ պետք է ասեմ, որ Եդինայա Ռոսիա կուսակցությունը եզակի կուսակցությունը հանրապետական է, որը նույնիսկ կորցնելով իշխանությունը ոչ թե թույլատրեց իր համագործակցությունը հանրապետականի հետ, այլ ավելի ուժեղացրեց։ Ընդհանրապես ասեմ, որ 20 թվականից հետո տենց տարի չկա, որտեղ մեր պատվիրակությունը մի քանի անգամ չմասնակցի այն միջազգային կոնֆերանսներին, որը կազմակերպում է Եդինայա Ռոսիան։ Ավելին ասեմ, հանդիպել ենք այնտեղ Կասաչովի հետ, Սենատի փոխնախագահան, շատ ջերմ Արմեն ջան, կարող է մեզ նայում է, Աշոտյան Արմենին հատուկ բարևն, իրանք գործընկերներ էին, այն ժամանակ Արմենը Աշոտյան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն էր, Կասաչովն էլ ընդեղի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն էր, շատ ջերմ բարևներ, Կլիմովիչ ջերմ բարևներ, ասինքն մենք ռուս գործընկերների հետ ունենք շատ խորքային հարաբերություններ, ոչ միայն ես 80-ամյակի հետ կապված, մայիսի 28-29-ը Պերմին ինձ հրավիրել, էլի ավելի նեղ շրջանակով էլի քննարկելու ենք եվրասիական անվտանգության հարցերը, էլի հանրապետական այնտեղ հիմնական բանախոսներից մեկն է։ Մայիսի այս ընթացքում դուք քանի կուսակցություն եք ճանաչում, որի միայն երիտասարդական կազմակերպության հետ Ռուսաստանի դեսպանը 2 անգամ հանդիպում է մի տարվա ընթացքում։ Չէ, ուղղակի իմ համար շատ տարօրինակ է, էլի իրանք այդ ակտիվ տարածում են։ Ես ասեմ, իրականում ես չեմ բնականաբար ես չեմ հավատում։ Ես դիապետելով չեմ հավատում իրավիճակին ու բանին, բայց Նարեկ ջան, մի հատ բան ասեմ։ Կա անընդհատ ինչ-որ հակառուսականություն բան կպցնելու էլի ձեզ։ Չգիտեմ ով հաճախորդն է, մենք բոլորի հետ հարաբերվում ենք Հայաստանի պետական ու ազգային շահի դիրքերից, մենք գտնում ենք, որ այո, Ռուսաստանը հզոր պետությունն է, մեր դաշնակիցն է, մենք ունենք տարբեր քաշային կատեգորիաներ, իհարկե, դա ակնհայտ է, բայց մենք դաշնակցության կողմնակից ենք, այլ ոչ թե տարբեր տեղերում պրապորշիկ կամ եթեթը դաբրո չեք ստանում ոբշում դուք, այդ է ասածդ։ Ինչ անշող, իրանք դաբրո ստանում են։ Չէ, իրանք չգիտեմ ում մասին ես ասում, բնականապես որպես քաղաքական ուժ։ Եվ ամենակարևորը Հայաստանի Հանրապետական կուսակցություն, չէ, Կիրիենկոին էլ չենք մենք հանում։ Դուք չեք նշանակե։ Ուրեմն բանը ուրեմն Հանրապետական կուսակցության խմբակցությունը պատիվ ունեմ միակն է, որ դեմ է քվեարկել Եվրոպական միության անդամակցման էթնիկոլական հիմար թեզին եւ ավելին Հայաստանի Հանրապետական կուսակցության պատիվ ունեմ խմբակցությունը էլի միակն է, որը մայիսի 9-ին ընթառաջ մեծ հաղթանակի 80-ամյակի առիթով ազգային ժողով ներկայացրել է նոր հայտարարության նախաձեռնություն, որի հիմնական զեկուցողը Տիգրան Աբրահամյանն է։ Իսկ եթե ասում են սա բարեկամս է, նա բարեկամս է, այս պրոբլեմն է։